հիստերիայի մեջ հանգ է, ասում է համաձայն չեք, դուս եկեք փողոց, էս արեք, այն արեք, այն արեք, բայց մեր երկու հետաքրքիր բան կա։ Հետաքրքիրը նա է, որ իր սատելիտները կամ իր այդ շեստյորկա կուսակցությունները, որոնք ինքը ստեղծել է, գրպանի կուսակցությունը, դիմել են Սահմանադրության դատարան, որ ընտրությունները չեղյալ։ Պատկերացրեք մի իրավիճակ, որ Սահմանադրական դատարանը մեկ էլ ընտրությունները չեղյալ հայտարարեց։ Նոր ընտրություններ պետք է լինի։ Իսկ նոր ընտրություններին նա շատ արագ պատրաստվում է։ Ինչ է անում։ Երեք խոշոր ընդդիմադիր կուսակցությունները, որոնք ըստ նույնիսկ իր այդ գրպանի հանձնաժողովի մտել են պարլամենտ, դրանց մասնակցությունը ապագայում ուզում է արգելի։ Դա ինչ է նշանակում։ Դա նշանակում է, որ այն կարճ ժամանակում, որ պետք է տրամադրվի նոր ընտրություններ անցկացնելու համար, նոր ընդդիմություն, որը որ կարող է իրան հաղթի, ըստ իրեն չի ծնվել։ Ինքը փաստացիորեն որոշել է գրավի իշխանությունը։ Ինչի է ինքը դրան հետում, որտեղ ինքը չի կարող անցկացնի ռեֆերենդում։ Որտեղ ինքը պարտավորվել է իր կուրատորների առջև, որ ինքը դա անելու է եւ Ղարաբաղը հանելու է մեր Սահմանադրության մեջից։ Ինչի է այդ ամենը տեղի ունենում։ Տեղի է ունենում նրա համար, որ Ադրբեջանի նախագահի խորհրդականը եկել է Հայաստան եւ իրան մի քանի ամիս ժամանակ է տվել այդ հարցը լուծել։ Եվ մենք դա հենց լսել ենք Ադրբեջանի նախագահի արտահայտություններից։ Իրեն ժամանակ են տվել։ Ու ինքը գլուխը ջարդած ուզում է դա անի։ Ես նորից եմ կրկնում։ Այդ մարդը, իր կողքի կանգնած նկարիչները, այդ քննիչները, այդ ամենքը պատասխան են տալու։ Պատասխան այդ նախընտրական, թե ընտրական հանձնաժողովի նախագահան ամենամեծ պատասխանատուն է լինելու։ Քանի որ վերահաշվարկեցին 600-ից ավել ընտրատարած, ոչ միտեղ հաշվարկները չհամընկան։ Պատկերացնում եք, կապ չունի ինչը որ կողմ գնաց։ Խայտառակ ընտրություններ։ Իսկ խնդիրը իր զավթել իշխանությունը։ Ինքը իշխանությունը զավթեց, ոնց որ թե չի ստացվում այդպես ոնց որ ուզում է։ Հիմա փորձում է նորից զավթի։ Նման ավանտյուրիստը չպետք է լինի երկրի ղեկավար։ Սա ավանտյուրիստ է։